ինձ հետաքրքրում է, քանի որ մենք այն ոլորտների մասին ենք խոսում, որոնք գերկարևորն են մեր երկրի համար, մեր անվտանգության համար, իմ համար հետաքրքիր է հասկանալ նախարարության ծրագրերը արհեստական բանականության ներգրավման իմաստով ինչ ենք նախատեսում, որպեսզի հետ չընկնենք, որովհետև ամեն վայրկյան նոր տեխնոլոգիաներ եւ եթե հիմա մենք օրինակ նույն ռազմարտությունների մեջ, նույն մյուս արտադրությունների մեջ, եթե չկիրառենք այլևս արհեստական բանականության տարրեր, կարող է դա այլևս չլինի ժամանակին համահունչ։ Այս իմաստով մենք ինչ-որ ծրագրեր ունենք, նախատեսում ենք այդ աշխատանքները, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ ես ասեմ, թե պետությունը որպես տնային աշխատանք ինչ է իրականացրել եւ մասնավոր հատվածում ընդհանրապես ոլորտում ինչ է տեղի ունենում։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ամիսներ առաջ հայտարարեց արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին, որը վիրտուալ հարթակ է եւ նպատակ ունի խրախուսել արհեստական բանականության ոլորտում հետազոտողներին եւ ստարտափներին, ինչպես նաեւ գիտահետազոտական կրթական ինստիտուտներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, այսինքն տեսեք մենք քանիցս նշել ենք, որ այս պայդրությամբ տարբեր հաշվարկներով շուրջ 55,000 ինժեներ, ծրագրավորողներ ներգրավված են տեխնոլոգիական ոլորտում եւ մեր նպատակն է խրախուսման միջոցով, տարատեսակ մեխանիզմների միջոցով խրախուսել, որ հնարավորինս մեծանան հատկապես հենց արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող կամ ԱԲ նորարարությամբ զբաղվող ինժեներների կամ ծրագրավորողների քանակը ուզում խրախուսել այս արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի համատեքստում մենք համագործակցում ենք Amazon Web Services-ի եւ Եվրոպայի չեմպիոն ըստ էության չեմպիոն առաջատար արհեստական բանականության ոլորտում ֆրանսիական Mistral AI ընկերության հետ եւ այս համատեքստում կարող եմ ասել, որ արդեն իսկ մշակվել է դիմելու կարգը առաջիկայում մենք այն կշրջանառենք, թե ինչպես պետք է նոր արհեստական բանականության նորարարները, ստարտափները կամ գիտահետազոտական հաստատությունները կարող են դիմել եւ օգտվել։ Սրա արդյունքում մենք մի շարք գործիքներ ենք պատրաստում տրամադրել հաշվողական ռեսուրսներից մինչեւ նրանց պրոդուկտների առաջխաղացում marketplace-ով։ Հաշվողական ռեսուրսները ասելով մենք նկատի ունենք, որ դիմումները լինելու են իրենց կարիքների հիման վրա պայմանական տարատեսակ GPU-ների հաշվողական ռեսուրսներ մենք դրամաշնորհի տեսքով տալու ենք, ոչ թե գումար ենք ֆինանսավորելու, այլ հենց ռեսուրսներ ենք տրամադրելու, որոնք անհասանելի են իրենց համար, ինչպես նաև պատրաստի արհեստական բանականության ալգորիթմներով արկա Mistral AI-ի լուծումներն ենք տրամադրելու, որոնք մեծապես նպաստելու են, որպեսզի իրենք կարողանան որակյալ լուծումներ ուրեմն ստանալ այս ոլորտում։ Մենք նախատեսում ենք, որ 2026 թվականին եւ թվայնացման նամանավան թվայնացման համար հատկացվող բյուջեի շրջանակներում, որովհետև թվայնացման խորհրդում արդեն իսկ ունեցել ենք այդ համապատասխան քննարկումներ եւ ունենք որոշում եւ կառավարություն առաջիկայում նաեւ համապատասխան որոշումներ կկայացվի։ Մի քանի չեմ ուզում կոնկրետ թվերը նշել, սակայն առաջիկայում երբ որոշումը լինի կառավարության, դրանք խոսքը մեծ ծավալի ներդրման մասին է հենց վիրտուալ ինստիտուտի միջոցով այս ոլորտի զարգացմանը։ Չմոռանանք նաև, որ կառավարության համատեղ մասնավորի հետ համատեղ առաջնորդությամբ եւ զգալի աջակցությամբ նաև Հայաստանում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոն Firebird ընկերության հետ համատեղությամբ, այստեղ չեմ ուզում թերագնահատել կառավարության առաջնորդություն այս գործում Միացյալ Նահանգների հետ քաղաքական մակարդակում արկա խնդիրները բարձրաձայնելու, հասցեագրելու, ընդ որում ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր մակարդակներում։ Այստեղ ուզում եմ հատկապես ընդգծել օգոստոսի 8-ին կնքված Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագիրը արհեստական բանականության եւ կիսաղորդչային ինդուստրիայի շրջանակում ուղղություններով
գնալով եւ այս ռազմավարական փաստաթուղթն են հենց հատկապես հիմք հանդիսանալու նմանօրինակ ընկերության գործունեության, այսինքն չունենալով տեխնոլոգիական ոլորտում ռազմավարական համագործակցությունն է միայն ուրեմն նախապայման, նախադրյալ նմանօրինակ տեխնոլոգիաների տրանսֆերի կամ նմանօրինակ այսպես ասած արհեստական բանականության գործարան ունենալով, որովհետև աշխարհում քիչ երկրներին է հասանելի այս ամենաառաջատար եւ ամենանորարար ուրեմն տեխնոլոգիաները, հետեւաբար այստեղ եւս արդեն պետություն մասնավոր համագործակցության համատեքստում նմանօրինակ առաջընթաց ունենք, խոսքը մի քանի 100 միլիոն դոլարների ներդրման մասին է, իսկ սրանից զատ ինչպես արդեն իսկ նշեցի, բայց նաեւ մի շարք թե հակաթոնների, թե մասսայական ուսուցման շրջանակում առաջին անգամ մենք հենց արհեստական բանականության, բովանդակության կրթական ծրագրերն ենք, ինժեներական կրթական ծրագրերն ենք թիրախավորել, հասկանալով աշխարհի տենդենսները, ինչպես նաև առաջնորդվելով նրանով, որ արհեստական բանականությունը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն հանդիսացող ուղղություն է։